Եվ այսպես մենք արդեն իջևանում ենք, քիչ անց մեքենաները արդեն դեռ պատրաստ կլինեն, բարձրանանք առաջին, այսպես ասած, մեկնարկային հատվածը, որտեղ մի քանի մեքենա դեռ պակաս է կգան ու կշարժվենք։ Հիշեցնեմ, դուք դիտում եք Off-Road Armenia-ի հերթական արշավը, եւ եթե չեք ուզում բաց թողնել այս հետաքրքիր արկածները, անպայման բաժանորդագրվում եք մեր էջին։ Իսկ մենք հիմա կպատրաստվենք, մասնակիցները քիչ-քիչ հավաքվում են ու կգնանք։ Մեզ էլ լավ օրեն վաղ։ Գնացինք։ Ինչ ենք անում ու ինչի համար։ Իրականում մեքենայի ակերը անտառ կամ արտաճանապարհային տեղերում պարտադիր պետք է իջացնել այս տեսակի ակերի, քանի որ իրենք շատ պինդ են ու չոր կլինեն ու մեքենան կջարդես։ Բայց այդ ամենից անկախ ամենակարևորը շատ լավ Սցիպլենիան է։ Հայեր, իմիջիայել, եթե գիտեք ոնց է հայերեն սցիպլենիա, կոմենտարիաներում, գրեք, կիսվեք։ Իսկ ինչքան պետք է լինի ճնշումը։ Ես իջացնում եմ մինչև 1.4 բար կամ 20 PSI։ 1.4։ Հա, 1.4, եթե տենց մեր։ Ուրեմն էսի ստաբիլիզատորն է, խեմ ասում ստաբիլիզատոր, որտեղ բոլորը մենակ տենց կհասկանան։ Այս ապահովում է մեքենայի ստաբիլությունը մայրուղիներին։ Հա։ Որ լավ բավարար մտնի եւ այլն։ Հիմա մեզ ինչ է պետք, հակառակը, որ մեքենայի ակերը լավ մտնի այսպես կռիլոների տակ, հելնի վերև, իջնի ներքև։ Ավելի շարժունակ լինի։ Ապրես, ավելի շարժունակ լինի, այդ կապահովի ավելի բարձր անցողունակություն ու շատ ավելի կոմֆորտնի մեքենա, այսպես ասած։ Դրա համար ես քանդում եմ։ Նոր մոդելների վրա սրանք կնոպկով են անջատվում, մեր դեպքում ձեռով ենք անջատում։ Իսկ ինչ մեքենա, ինչ շարժիչ է։ Այս Jeep Wrangler-ը 4 լիտր մոտորով կարծում եմ, որ գործարանային մեքենաների մեջից ամենահաջողակն է, մնացած բոլոր ավտոները շատ վատ են, սա ամենալավն է։ Այս պահը անպայման կթողնենք, որ կռիվ գցենք, իսկ ես տեսնում, որ այստեղ ոչ գործարանային մասեր կան, ինչեր ավելացրած։ Դավիթ ջան, իրականում գործարանային շատ քիչ բան է մնացել, բայց հիմնական ամենակարևոր մասերը, դրանք մոստերը, մոտորը, չգիտեմ, փոխանցման տուփը, դրանք սա գործարանային են։ Բոլորը գործարանային։ Այո, ուղղակի լավ տարբերակներն են, սրանց վրա 2-3 տեսակի մոստեր ա լինում, սրանք ամենալավն են։ Բայց հզորացված նենց արած, որ չփչանա։ Այսինքն off-road-ի համար բազային տարբերակ էսի ամենահարմարներից է։ Միանշանակ այդ Toyota Mitsubishi դա ավտո չկա էսի։ Մեր off-road-ների ժամանակ մի հատ գլոբալ խնդիր կա։ Այս փոքր մեքենաները մեր off-road-ի լեզվով այսպես ավտոներ ասում են կատլետ։ Ինչքան է ծիծաղալու լինի, այն ավտոին, այս ավտոին դրանք կատլետներ են։ Այդ մեքենաները դե կտրտել են, սենց են արել, ոչ մի բան չի մնացել դրա։ Դրա համար անունը կատլետ է։ Հիմա այդ մեքենաների վարորդներին, եթե նկատեք, միշտ սենց շորերով ֆռում են, ասես ինչ է այլ ախպեր, ապա շորերը ուր դնեմ, տեղ չկա դնելու ոչ մի ավտոյի մեջ։ Մենք որ այդ մեքենայի վարորդներից պետք է հեռու մնան այն մեքենայի վարորդները, ովքեր որ ամեն ինչ երկար մտածել են ու լիքը տեղ ունեն իրաց ավտոյի մեջ։ Բայց իրանց վրա այտենց տեղ չկա, հա, այսինքն կա, բայց քիչ է, դե հա, քիչ է, էլի։ Նա եթե նայես երկու դուռ է ու Roadster է, էլի, այսպես ասած։ Այտենց, միշտ կռիվ է, որտե դնեն իրերը։ Ձեր ինչ մեքենա է։ Էլի Jeep Wrangler։ Է 4-նոց։ 3.8։ Այս էլ է հատուկ արած, որ ստաբիլիզատորը անջատվի։ Այս իրա գործարանն է սենց անում, էլի։ Այս սրանը արդեն կատարել է գործված համակարգը։ Ես ընդունում եմ այ։ Ես էլ եմ ընդունում։ Միակի վրա էր գնում նկարը, չի։ Մենք համարյա հասնում ենք առաջի մեկնարկային կետը, արդեն ճանապարհը բարդ է, արդեն կան այդպես փոքրիկ տեխնիկական խնդիրներ, բայց կբարձրանանք վերև բոլորը կուղենք ու կշարժվենք։
դիտում եք Off-Road Armenia-ի հերթական թողարկումը, այսօր մենք նոր արշավ ենք սկսում, բարձրանալու ենք այն սարը, ես քիչ անց կխնդրեմ մեր օպերատորը կցուցադրի, ընթացքում հնարավոր է ուղին փոխվի, կախված տեղանքներից, պայմաններից, բայց նախնական տվյալներով շարժվելու ենք դեպի այդ կողմ։ Մեծ պայծրությամբ ունենք 10-ից ավել մասնակիցներ, մեքենաներ, ովքեր վերազինված են, պատրաստված են ցանկացած դժվարությունների։ Մեզ մաղթում ենք լավ օր, տեսնենք ինչ հետաքրքիր բաներ են մեզ սպասում։ Այս պահին մեքենաները, բոլոր մասնակիցները, ովքեր ունեն թերություններ մեքենաների վրա, այսինքն այնտեղ անհրաժեշտության դեպքում մեքենաների անիվներն են մի քիչ իջացվում, որպեսզի մեքենան ավելի փափուկ լինի եւ փոսերի դեպքում չվնասվի։ Նաեւ մեքենաներից մեկի մոտ նոր խնդիր էր առաջացել խողովակների հետ, դա է վերացվելու ու մենք ստարտը կտանք, կշարժվենք։ Շարժվելու ենք այստեղից դեպի այն սարը։ Ամենակրտսեր մասնակիցը։ Բարև ձեզ, ձեր անունը ինչպես է։ Արսեն Մարտիրոսյան։ Արսեն ջան, առաջին անգամ չեք մասնակցում, ոնց տեսնում եմ, ձեզ դուր է գալիս այս ֆորմատը։ Այո, շատ է դուր գալիս, անկեղծ նաև լիքը քշել եմ, 4 անգամ 4 եմ քշել, բայց սա առաջին անգամն էր, որ 6 հակերով է քշում։ Այո, շատ մի քիչ ծանր է, ճիշտն ասած։ Բայց դե նույն հաճույքն է, ինչպես 4 անգամ 4-ը։ 4 անգամ 4-ով ինչ ես քշել։ Մոտո։ Ու մեկը ավտոմեքենա։ Քանի տարեկան ես։ 11։ 11 տարեկան։ Խմբի ոնց որ թե դու ամենակրտսեր մասնակիցն ես։ Այո։ Շատ լավ է սա։ Փորձ ունես էլի։ Դե լավ է, սա փորձ ենք սկսել։ Արդեն Դավիթ ջան, էս կողմ։ Նա։ Հայ հիմա Դավիթ ջան, մի անգամ էլ բարև ձեզ։ Բարև ձեզ։ Խնդրելու եմ այսօրվա ուղին։ Մի րոպե սա պարտադիր է։ Բացարձակ։ Դավիթ ջան, այսօր ինչ ուղով են գնալու։ Քանի որ մի քիչ բնությունը մի անգամից տաքացել է, մենք չենք պատկերացնում, որ կարող է այսքան չոր լինի։ Մեզ էլ ինչա պետք, շատ ցեղ, շատ ձուն, ադրենալին։ Պետք է աշխատենք ինչքան հնարավոր է փակ տեղերը, խորը ձորակները կամ բարձրանանք ավելի վերը, որ ձուն լինի, էքստրիմ լինի։ Նայելով չի երևում ոչ մի բարձունքին ձուն, բայց այն խորը ձորակներում կլինի, էլի, այն ծմակ ասելով։ Այսինքն փորձված ուղով են գնալու, որտեղ գիտեք, տես ձորակներ կան, ցեղ կլինի։ Այստեղ համարյա բոլոր ուղղությունները մեզ շատ ծանոթ է, մենք բոլոր ճանապարհներով անցել ենք։ Դե մեր քաղաքը, մեր Հայաստանը լեռնաշխարհը այդքան էլ շատ մեծ չի, ստիպված նույն ճանապարհը բազում անգամներ անցել ենք, բայց դա տարբերակ չէ, էլի ամեն րոպե կարող է գնանք ինչ-որ մի կարճ հատվածում դժվարությունների հասնենք, սկսենք հաղթահարել, ընթացքը ցույց կտա, էլի։ Դա ջան, կխնդրեմ պատմեք ձեր մեքենայի մասին, մի հատ գամ այստեղ, սենց երևա, այս դրակոնն է, վիշապը։ Ինչ մոտոր է, ինչի Մեքենան Toyota է, այսինքն ի սկզբանե եղել է Toyota։ Պաշտոնական տվյալներով ինքը Toyota է, Դե հա, Toyota է։ Անունը կնքվել է դրակոն, բայց վերասարքավորումներ, վերազինումներ շատ են կարել։ Հիմա ինչ շարժիչ է մեջը։ Վրան դրել ենք դիզել էլի BMW-ի հաջողված մոտոր է, շատ M57 են ասում։ Ցանկալի մոտոր է։ Այսինքն 5.7 լիտր աշխատանքային ծավալ։ Չէ, ինքը լիտրով 3 լիտր է։ Ուղղակի զուտ ինքը իր ծավալով, իր քաշով, իր աբարոտներով հարմար է մեզ շատ։ Այստեղ էական չի շատ մեծ լիտրաժ, որովհետև մենք ունենք կամրջակներ, որը որ փոխանցումը շատ է դանդաղեցնում, այսինքն ռեդուկցիան։ Շատ մեծ ծավալով շարժիչ պետք չի, ընդհանրապես աբարոտ ավելի կարևոր ագրեգատը դա կամրջակներն է, որը որ լուսաձեռքը բարձր լինի, կարողանանք խորը փոսերը մտնել։ Խորը փոսերը հանգիստ անցնենք։ Զուտ դա է, սա մեքենայի, օֆ-ռոդի մեքենայի ամենակարևոր դետալը դա կամրջակներն է։ Ինչքան է հիմա մոտավորապես բարձրությունը։ Լուսաձեռքը Հա։ մոտ 45։ Ամեն դեպքում հիմա որ գնանք ինչ որ խորը կալեա, ոնց որ ասած Ուրալի կալեաները մեծ, մենք խնդիր չենք ունենա։ Այդ այդտեղ է առավելությունը, որ
եթե չի բռնում փորը, ապա արգելք չունես, էլի։ Անիվների մասին ինչ կասեք, անվադող, անվահեծ։ Դե անիվները ինքը հենց նախատեսված է էքստրիմ պայմանների համար։ Հա, ինքը արդեն ճանապարհային ոնց որ հատուկ։ Հա, ուղղակի այս նոր մոդելն է Maxis-ի, այս արանքները շատ լայն է, որը որ ցեխը չի պահում իր մեջ։ Այն բաները, որը որ փորձություն ունի, որը որ հարմար է սարձորի համար, մենք դա բոլորը գործածել ենք, այսպես հզոր ագրեգատ, շարժիչ, կամրջակները պորտալ, մեր հայկական բարբարով, լավ 38 տակեր, ճոպանակ, մեխանիկական, ու տենց ամեն ինչ վերազինված է, տարիների փորձ ունենք, ուղղակի մենք զուտ վերազինել ենք ամեն ինչը, մենք այս ամբողջը պատրաստում ենք մեր 4x4 MD-5-ում, ու շատ այստեղ մեքենաներ ունենք վերազինած։ Ճիշտ եմ հասկանում, որ 4x4 MD tuning-ը զբաղվում է հենց ամենագնացների tuning-ով։ Հա, շուտվանից ենք մենք զբաղվում, ունենք մեծ փորձ, դե արդյունքը տեսնում եք ինքներդ, էլի։ Շնորհակալություն եմ հայտնում, այսօր միասին շատ լավ օր ենք ունենալու։ Մենք սկսում ենք մեր այսօրվա արշավը, պետք է բարձրանանք այն սարը։ Հուսանք այդ ընթացքում ոչ մի արտառոս դեպք չի լինի։ Համենայն դեպս եթե կլինի, մենք պատրաստ ենք։ Գնացինք։ Սպասեք, այդ դավականի տոտորեք հավաքեն որ նկարում են տվեք։ Այս բան մենք նոր սկսել ենք ընթացքը։ Ես Ջոնի հետ եմ, Ջոն ջան, ողջույն։ Բարև ձեզ, բարև բոլորին։ Մի քիչ քո մեքենայի մասին պատմի։ Ինչ մեքենա է, Նիվա է։ Եթե կարճ ինչ։ Դա Բրանտո, ավելի շոտ, տարբերվում է մի քիչ սովորական Նիվայից, ընթացային մասերով, ավելի ոնց որ արտաճանապարհային է սարքած։ Մնացածը արդեն դե մենք մեր ձեռով ենք արել, ավելի շատ ես։ Տենց ոնց որ կամած ինչը ջարդվել է, տյունինգային դետալներով ենք փոխարինել։ Իսկ ինքը ինչ շարժիչ է հիմա։ Շարժիչը իր սովորական Նիվայի շարժիչն է, ուղղակի տուրբո եմ տեղադրել վրան։ Ու մի քանի բան է փոխված, ձևափոխած, այտենց մեր լեզվով ասած բերեց ելքեքը արած, բայց off-road կարելի ասել չեմ քշել այս մեքենայով։ Իսկ գույնը դու ես ստացել, թե ինքը գործարանային է։ Գործարանային է, գույնը գործարանային։ Ծաղում էր այն որ գազ տալուց։ Դա կյանքում ոչ մի Նիվա 7000 ապարոտ չի կարող լինի մոտորը։ Դա հենց ծված իմացի 7000 է ասել։ Այդ ինքը զգուշացնում է, որ տիպը իջուր։ Ես եմ դրել, որ հասնի թե գոնե իմանամ էլի ուրա։ Դե չէ, բան ագրենիչենիա չկա ապարոտի։ Ծրագիրը որ փոխած է կոմպլի, ոնց որ սա ագրենիչենիաները հանած է էլի։ Կարողա բաներնա։ Ռասպե Վրանգլեր ավտոչի։ Ես չես կարասպե։ Ձենա բերեմ։ Այս Վրանգլերը ավտոչի էլի։ Որպես կանոն, որ մեքենաները փչանում են, դրանից հետո սկսում են այն ավտոն, որը որ փչացել է, սկսում է շատ ավելի ագրեսիվ քշել։ Չկորա։ Մաշինը ալիքներից էս խաղում էր, իսկ դու մի քիչ թույլ ա։ Նացակի տակ երբ որ Կարանք իրիգունը փոխեն։ աշխատավ։ Չի։ Բայց լիբիոտ պելու հավես չկա։
Արա մտես ով մոտ թել կա։ Չեմ կարա։ Մենակ կարամ քաշեմ կնոպկով։ Գիտես ինչից եղավ։ Դու չուզեցար խազես ավտոդ։ Դեպով քշի, քաշի։ Ավտոդ նստածա պուլակի ես, պուլակը դեպի վեր է սխնում։ Հա, դեսենք սենց ուդարներից կարա հանի հակի։ Այդ խոսքի դինս է ուդարած ու պատկերացնի։
Լանջատի ռեմենը տելա։ Ես մենակ զապաս մատոր չունեի այդպես։ Ես գնաց ես կլուբի։ Զատնյա սարահելու։ Ժոնին մենակ չթող։ Մենա բերեմ։ Գիտեմ 8000 ապարոտ կռում էր։ Մատորը կպարկեսնես։ Հələ մատը խոտ դու բայց էլի դու մալնի Առաջ մեքենան շատ քիչ դուրս է։ Հեսա տեսնենք ինչ ա եղել։ Ռուլետասի։ Գնացի դե ամփորձա։ Ջան, կապով։ Եվ այսպես մենք մեկնարկային մասից եկել ենք մոտ 4 կիլոմետր, անցել ենք մոտ 2 ժամում ու ճանապարհին քիչ առաջ մեքենաներից մեկի շարժիչը խափանվեց ու վարորդել չկարողացավ շարունակի, Ջոնն էր, ինձ թվում է։ Օֆրոդ Արմենիայի անդամներից Ջոնն էր, ով ցավոք չկարողացավ շարունակել, որովհետև ըստ ամենայնի լուրջ խնդիր առաջացավ, որովհետև տղաներն էլ լսեցին շարժիչի ձայնը, ուժեղ կտկտոց էր ընկել, այսպես ասած, հավանական է, որ ինչ-որ կլապանների խնդիր էր։ Համենայն դեպս մնացածը շարունակում են, այստեղ էլի փոքրիկ պրիվալ է մեզ մոտ, որովհետև մեքենաներից մեկը ներքևում էլի չկարողացավ բարձրանալ, հիմա մյուս մեքենան իջել է, որպեսզի փորձի կարապիկով կամ լիբյոտկայով օգնի բարձրացնի, որով
Եվ այսպես փոքրիկ ընդմիջում է, մեքենաներն ու վարորդները որոշեցին մի քիչ հանգստանալ որոշեցի նաև ես, մեր գործընկերոջ Սիլ ջրերի օգնությամբ, Սիլ բնության շունչը ամեն կաթիլում։ Հանգստանանք ու շարժվենք դեպի մեր վերջնակետը։ Հակառակ հետո կարոք ես կտարցնե շատ մի բաները։ Հակառակ բախպայ հետո աճարա էլի, աճ։ Միատել հակառակ, միատել զախարա հետ։ Danda, aç tali, aç. Եվ այսպես ճանապարհի կեսից շատը մենք անցել ենք արդեն համարը 7 կիլոմետր, այս ամեն ինչը տևել է միասին համարը արդեն 4 ժամ, մեքենաները գրեթե բոլորը անցան, մի հատ խորը ջրով փոս կար, մի մեքենա է, որ չնախատեսված արագ մտավ, հիմա չի կարող դուրս գա, հիմա մեքենան կհանենք ու կշարունակենք, բայց ինչ եմ ուզում ասել, Off-road Armenian մի հատ մեծ ընկերական ընտանիք է, որ ոչ մեկին չի թողում ճանապարհի կեսին, բոլորի համար սրտացավ են, օգնում են, այդ ամեն ինչը համենվում է հումորով, կատակներով ու դրա համար շատ ուրախ հավես օր է լինում։ Համենայն դեպս մեքենաները, եթե ուշադիր եք, բոլորից հիմա գոլորշի է բարձրանում, որովհետև բոլորը մինչև այստեղ, մինչև կապոտը ջրի մեջ էին մտել ու եղան դեպքեր հենա մեքենաներից մեկը հիմա ջրի մեջ է, հանգեց, չգիտեմ հիմա ինչա պետք անել, իրական չգիտեմ, ու նաև խնդիր ծագեց, քանի որ մեքենաներից երկուսը ճանապարհին փչացան, չկարեցան գան, ոնց որ վերադարձան, Ջոնը, որ ես ասում էի վերադարձել է ու չի կարողանա ներկա գտնվի, Ջոնը մեքենան կայանեց ներքևում, քաղաքին ավելի մոտ ու վերադարձավ։ Ինչի հաշվին մեր մոտ ստացեց որ տեղեր պակասեցին մեքենաների մեջ ու հիմա ես գնում եմ կվադրացիկլով, քառաձիգով ու ամբողջ ցեխը, ճյուղերը, քամին, այսինքն խփում է դեմքից, որ ասեմ շատ հաճելի է, չէ, բայց բավականին ուրախ է անցնում միանշանակ։ Մենք շուտով կհասնենք եւ երևի թե կհասնենք մեր վերջնակետին, երևի թե այսքանով կեզրափակենք այսօրվա արշավը։ Ես առանձնակի ուզում եմ շնորհակալություն հայտնեմ այն բոլոր գործընկերներին ու հովանավորներին, ովքեր նպաստում են, որպեսզի այս կոնտենտը կայանա, Off-road Armenian Հայաստանում լինի ու զարգանա։ Սիլ մազանկերությանն եմ ուզում շնորհակալություն հայտնել, ուզում եմ շնորհակալություն հայտնել ավտոապակիների աշխարհ խանութ սրահին, շնորհակալություն ենք հայտնում Նակոյլ ընկերությանը իր մոտուլ ապրանքանիշով, շնորհակալություն ենք հայտնում Polaris ընկերության պաշտոնական ներկայացուցչին Հայաստանում Polaris Armenia-ին։ Что это было? Չի հանգավ։ Ինչ է թրջովակ։ Վերևը մի կաթիլ ջուր չի եկել։ Վայ, չացավ։ Ապա կռիշդ մի կաթիլ ջուր չի եղել։ Ոնց թե մատորն է։ Շնորկելով, չես։ Բա ինչ պիտի։ Եվ այսպես իմ մեջ կետում դուք տեսնում եք մինատավր մեքենան մտավ խորը փոսը, ըստ ամենայնի մեքենայի ինչ-որ մասեր են թրջվել, որոնց պատճառով մեքենան էլ խոտ չի ընկնում, այսպես ասած։ Դրակոնը վիշապը նրան հիմա քարշակեց, հիմա փորձելու ենք հանդել, տեսնել ինչումն է հարցը, որպեսզի ճանապարհը շարունակենք։ Եթե այդպես չլինի, մենք ըստ ամենայնի այստեղ կխփենք վրանները եւ այսօր կմնանք այստեղ։
Սպասի։ Արասպասի ձեռը։ Սպասի, փչիլը դա փչի է դիմը։ Գնանք քիչ անց հասնելու ենք արդեն պրիվալի տեղը ու այսօր հաղորդումը եզրափակենք այսքանով։ Իսկ դուք, հա, իմիջիայլոց, իսկ դուք եթե հետաքրքրված եք ուզում եք տեսնեք հետո ինչ եղավ, անպայման բաժանորդագրվում եք Offroad Armenia Edge-ին, որպեսզի բաց չթողնեք ոչ մի եթե։ Եսա։ Հա, էջան։ Այ, բաչկարի, այն եմ մի քիչ պայի։ Արա բաչկաստ է։ Այ, կես կա ջուրա։ Մի քիչ, էսան ես պահում նայի։ Ու բաչկա, տես կանա ջուրը։ Այ, դզի, ենգյալ, էյա։ Go!
Ահա։ Այժմ կզրուցենք մասնակիցներից մեկի Գոր ինչյան Թովմասյան։ Գոր Թովմասյանի հետ Գոր ջան, ինչ ա եղել քո մեքենային նոր։ Ինչն ա փոկվել։ Պոլոուսը։ Պոլոուսը։ Ուրեմն տեսեք ինչ եղավ։ Մեր գորը ռուշնոն քաշած։ Ռուշնոնն լենց է սարքել, որ քաշում է, էլի նենց լավ քաշում է։ Ռուշնոն քաշած ուզում էր քշեր, ռուշնոն այնքան պինդ բայց, հետևի մոստը բակինուլ չատ էլի։ Դարտվա։ Բանի Բայց կհասնենք մինչև վերջնակետ։ մենք ոչ մեկը չենք հասնել այսօրվա վերջնակետ։ Այս ուրախ նոտայի վրա մենք հիմա կշարունակենք։ Պոլոսը հասկացա, այնպես ինչ որ բաներ կախված, որը էական չի։ Այնպես բանա կոտրվե, որ չլինի կլինի մի խոսքով։ Հիմնականում պոլոսը ինչ են անում։ Ոչ մի բան։ Իսկ եթե դու պետք է դրես բան անես, բայց դες անտառները մենք չենք փչացնում դրա համար մեզ պոլոս պետք չի։ Գորքես պոլոս պետք է։ Իսկ եթե դուք գիտեք ինչա պոլոսը, գրեք կոմենտներում։ Ուր են գնում, տենց գիտենք։ Կոկոն։ Օկոնը ըստեղից ինչքան է հեռու։ Մոտավորապես մի 5 կիլոմետր։ 5 կիլո, ընդամենը 5 կիլոմետր։ Մենք եկել ենք, հեսա ասեմ ինչ կա։ Այսօր եկել ենք 1 կիլոմետր։ Всё, գնացինք։ Բարեսի մասած։ Շատ վերևից արվով իջնում էինք, ճանապարհին շատ մեծ արմատեր ընկած, այս արմատը մեքենաներից մեկը կարիցավ քարշակի, հիմա մնացած բոլորի ճանապարհը բացվեց, բայց ասեմ որ նրա հաշվին որ գետի միջով են գալիս, հիմնականում դրանք այտենց մեծ կլոր քարեր են, բավականին բարդ է գալը ու մեքենաների տակի մասը պարբերաբար խփում է։ Հուսանք դրա պատճառով ոչ մի մեքենա շարքից դուրս չի գա։ Ամեն դեպս եւս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում դրակոնին այս հարցը լուծելու համար։ Ճանապարհը շարունակվում է, ուղու որ մասն ենք անցել Դավիթ ջան։ Մոտավոր։ Որ մասը, դժվար մասը անցել ենք։ Այս վերևը Սամսոնա վանքն է։ Ուղղակի էսա խոչընդոտ կա, տրակտորը։ Որքան շրջանցենք տրակտորը։ Հեսա մատ նայում, հա։ Ամեն դեպս դժվար մասերը անցել ենք արդեն։ Անցել ենք մոտ 11-2 կիլոմետր, հենան իմ հետևում է տրակտորն է, որը խոչընդոտ բուսնեց ու հիմա այս բոլոր մեքենաները կանգ են առել, մտածում ենք կամ հետ գնանք շրջանցենք, ինչը այդքան էլ հարմար չի լինի, կամ չգիտենք տրակտորը մի քիչ հետ գնա, ճանապարհը բացի, մենք անցնենք։
Համենայն դեպս բավականին հետաքրքիր է ստացվել այս անգամվա ճամփորդությունը, որովհետև համ դժվար է, համ հետաքրքիր է, համ ստացվում է հարցերը լուծել, բայց հանորերն են լուծնում։ Մենք այսքանով այս թողարկումը եզրափակում ենք, իսկ եթե դուք հետաքրքրված եք, ձեզ հետաքրքրեց եւ ուզում եք իմանալ դուրս եկան մեքենաները, թե ոչ եւ ինչպես, ապա անպայման դիտում եք նաեւ մյուս թողարկումը, ահա, տեսնում եք մյուս մեքենաներն էլ կարծես թե խափանվեցին, խնդիրներ առաջացան, համենայն դեպս, եթե ուզում եք իմանալ վերջում ինչ եղավ, անպայման դիտում եք նաև այս ու մյուս թողարկումներ։ Ես հիշեցնեմ, որ դուք դիտում եք Off-Road Armenia-ի արշավների հերթական հաղորդումը։